Тестостерон, да, գլխավոր հորմոնն է սեռական, это гормон королей и король գորմոնով դիրիժորն է սեռական համակարգի, որովհետև տեստոստերոնն է որոշում ակտիվությունը տղամարդու եւ կնոջ նաեւ Կա սննդի տեսակ, որը նպաստում է այս հորմոնի արտադրմանը։ Իհարկե, մի ամբողջ ուղղություն կա այդ առումով մշակված հատուկ սննդակարգ, որը նպաստում է տեստոստերոնի։ Դրանք ընդեղեններն են, ընկուզեղեն, այո։ Այո, բայց ոչ այդքան։ Ընդեղենը ընդհանրապես օգտակար է թարմթաց վիճակում։ Բացատրեմ ինչու, քանի դեռ չի օքսիդացել, չի վերացել վիտամին E-ն, որը այնտեղ մեծ քանակուց վիտամին E-ն էլ է սեքս վիտամինը համարվում ինքը։ Այո, եւ բնականաբար վիտամին E-ն նպաստում է տեստոստերոնի արտադրմանը։ Այդ ամանորյա ընդեղենը, որ մեր երիտասարդները այդպես ջանասիրաբար տենց յուրացնում են, ինքը ոչ մի բանի պիտանի չի։ Նույնիսկ հակառակը առաջացնում է ավելի շատ մարսողական խնդիրներ, որովհետեւ այնտեղ ոչ մի վիտամին E-ի պաշար չկա։ Ընդեղենը օգտակար է միայն թարմթաց վիճակում, քանի դեռ չի չորացել, չի օքսիդացել վիտամին E-ն։ Հաջորդը օրինակ թռչնամիսը, տեստոստերոնի համար անհրաժեշտ եւ կանանց պարագայում եւ տղամարդկանց պարագայում ձկնեղենը, բայց շատ կարեւոր է սնունդը ինչպես է ընդունում։ Այդ ամենը օգտակար է ոչ թե տապակած վիճակում, որովհետեւ տապակած վիճակում սնունդը կորցնում չէ, իհարկե չէ։ Եփած, խորոված, շոքեխաշած վիճակում, գրիլային տարբերակում օգտակար, բայց սնունդը ինչքան էլ մենք ասենք այսա շատ օգտակար է, հաճախ ասում են հատկապես սեռականին կամ վերարտադրողական համակարգին, օգտակար է, եթե ճիշտ է պատրաստվում եւ ճիշտ է յուրացվում։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի սեռական առողջությունը լինի նորմալ վիճակում եւ միջև խորձերություն պահպանվի, բնականաբար պետք է նաև սննդակարգից հանենք այն ամենօրյա վնասակար սննդատեսակը, fast food կոչվածը, որը դարձել է մեր անբաժանելի ուղեկիցը, քաղցր գազավորված ըմպելիքները, որոնք հետո շաղախվում են, եւ մեխանիզմը շատ պարզ է, տուժում է տեստոստերոնի արտադրությունը։ Հետևաբար սննդակարգը իհարկե պետք է լինի որքան հնարավոր է ավելի բնական, կատնաշոր, ընդհանրապես այդ առումով եւ կանանց եւ տղամարդկանց պարագայում։ Այո, որովհետեւ երկուսի դեպքում էլ գլխավոր դիրիժորը տեստոստերոնն է։ Որոշակի բացառություններով, բայց եթե ընդհանրացված նայենք, իհարկե երկուսի պարագայում էլ սննդակարգը համարյա թե նույնն է։ Եվ օրինակ, եթե ուշադրություն դարձնեք, մի օրինակ բերեմ, ճապոնացիների մոտ Ինչի է իրանց մոտ ծննդաբերությունը, ծնելիությունը այդքան բարձր թվերի հասնում կամ թեկուզ հնդկացիների մոտ, որովհետև ձկնեղեն են շատ օգտագործում։ Այն ապացուցված է, որ այն երկրները, որտեղ որ ձկնեղենի օգտագործումը, իսկ ձկնեղենի մեջ ֆոսֆոր շատ կա, ցինկ շատ կա, էլեմենտներ, որոնք սեռական ակտիվությունն են բարձրացնում, որոնք վերարտադրողական ֆունկցիան են լավացնում տղամարդու, իրենք ոչ անպտղության խնդիրներ ունեն, ոչ էլ առավելևս սեռական ֆունկցիայի հետ կապված խնդիրներ։ Ձուկ կերեք։ Ձուկ, հա, իհարկե, բայց պետք է այդտեղ զգուշ լինենք, որովհետև այսօր շուկայում ինչ խառնուրդ ասես այսօր մատուցվում է, դրա համար ես եթե նախկինում շատ համարձակ ասում էի սա կերեք, նա կերեք, վերջին հետազոտությունները, որ տեսել եմ, թե ինչեր են խառնում շատ հաճախ տարբեր տեսակի համային հավելումներ, հորմոններ եւ այլն, նույն թռչնամսի մեջ։ Սիկ կերեք։ Բնական, իհարկե։